Սիրած աղջիկը մեկնես Միացյալ Նահանգներ սովորելու։ Դες ստացվեց, որ կարոտը ավելի ուժեղ դուրս եկավ եւ ես որոշեցի, որ պետք է իր հետևից գնամ, ես էլ այնտեղ սովորեմ, որ իրար կողք լինենք, իրար մոտ լինենք։ Հայրս հետո եկավ, ասեց վերջ բոլորից բռնելու են։ Առաջի արձագանքը գիտեք որն է, որ ես պետք է ավտոմատը վերցնեմ, գնամ սրանց դեմ կռվելու։ Եթե Գրենլանդիան ամեն դեպքում հայտնվի ԱՄՆ-ի կազմում կամ անեքսիայի տակ, փոխվում է ոչ միայն միջազգային իրավունք, հա, փոխվում է միջազգային պատմության տրամաբանությունը։ Վերջերս միջազգային իրավունք չկա։ Միացյալ ազգերի կազմակերպությունը կարելի է գցել աղբարկղի մեջ, ուժն է որոշելու ամեն ինչ։ Հայազգ ուղղակի հոգնել է լինել հայազգ, որովհետև մարդիկ ուզում են պոստմոդեռնի մեջ ապրեն, մարդիկ չեն ուզում քարից հաց ստանան։ 3 տարվա ընթացքում, ասենք, գյուզալական Արցախը գնաց կորավ։ Բարևս, այսօրվա Ալֆա զրուցակցի հյուրն է Ավետիք Չալաբյանը, Հայ-Աքվե միավորման համակարգող։ Ողջույն։ Բարևս։ Հիմա շատ են դրջացնում, հա, բոլոր հարցազրույցները եւ այլն, հա, շատերը մեզ սպասում են, որ մենք սկսելու ենք Հայաստանում տիրող իրավիճակից, քաղաքական գործընթացներից եւ այլն, իհարկե դրան հետ կանդրադառնանք, բայց մի փոքր փորձենք սկսենք մեր ոդքասթը այլ տեսանկյունից։ Դուք որ փոքր եք, ընդհանրապես դպրոց գնացիք, դուք պատկերացնում եք ճակատագիրը ձեզ ուրա հասցնելու, թե այն ժամանակ կային մանկական երազանքներ։ Ես օրինակ սկզբից կոսմոնավտ ուզում դառնալ, որպես բոլոր սովետի երեխաները, հետո զգացի, որ չեմ ուզում, հայրս ֆիզիկոս էր եւ ես որոշեցի ֆիզիկոս դառնալ առանց իմանալու ֆիզիկան դա ինչ է եւ առաջի դասերից ես դա ասել եմ, դա բոլորը հիշել են։ Ձեր մոտ ոնց էր դա անցնում, անհոգ մանկություն էր, թե արդեն որոշել էիք։ Ուրեմն տեսեք, այդ հետաքրքիր հարց է, իմաստով որ իմ հայրս էլ էր ֆիզիկոս, ինչպես նաեւ մայրս, եւ ես իրենց հետքերով գնացի Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որը ավարտել եմ գերազանցությամբ, հետո էլ սովորել եմ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բայց այդտեղ մի հատ առանձնահատկություն կա, երբ որ ես դպրոցում էի սովորում, իմ համար այդ ընտրությունը այդքան միարժեք չէր։ Եվ ընտրությունը 3 երևի ուղղությունների մեջ էր, բնական գիտությունների, ֆիզիկայի առաջին հերթին, դա ծնողների ոնց որ ցանկություններ, արվեստի, որովհետև դպրոցում սովորած բոլոր տարիներին ես զուգահեռ հաճախում էի Հենրիկ Գիգիցյանի կերպարվեստի դպրոցը, եւ ես մտածում էի, որ կարող է եւ ընտանիքի մեջ ոնց որ այդ ճյուղն էլ կար, էլի, արվեստագետների, նկարիչների այդ թևական նկարում եք։ Չի ասի, որ հիմա լուրջ նկարում եմ, բայց այն ժամանակ լավ էի նկարում, որովհետև անմիջականորեն անընդհատ զբաղվում էի դրանով, եւ դա էլ էր հնարավորություն։ Բայց երրորդ ուղղությունը, որ ասեմ, նույնիսկ զարմանակ, երրորդ ուղղությունը հենց այն ժամանակ, իսկ այն ժամանակը սովետական տարիներն էր, ես դպրոց ավարտել եմ 89 թվականից, սովետական միության ժամանակ։ Դա քաղաքականությունն էր։ Դեռ այդ ժամանակ, երբ որ սովետական միությունում ոչ մի քաղաքականություն չկար, մենք բոլորս ապրում էինք այդ երկարաթա վարակույրի հետևը, ինչ որ իմաստով նաև երկարաթա մամլիչի տակ, ես մտածում եմ, որ ես կմեծանամ կդառնամ քաղաքական գործիչ։ Ուրեմն 7-րդ դասարանում ես առաջին անգամ գնացի մասնակցեցի քաղաքական գիտելիքների հանրապետական օլիմպիադայի եւ հաղթեցի։ Հանրապետական օլիմպիադա քաղաքական գիտելիքներ, հետո հաջորդ տարին էլ գնացի հաղթեցի։ 8-րդ դասարանում էլ քաղաքական գիտելիքների օլիմպիադան հաղթեցի։ Երբ որ 9-րդ դասարանում սկսեց Ղարաբաղյան շարժումը, ես ղեկավարում էի մեր դպրոցի, այսպես ասած, Ղարաբաղ կոմիտեն եւ նաեւ կոմերիտական կազմակերպությունը, որ նույն բանն էր դարձել, այն աշճան, որ կոմերիտմիության բանից կենտրոնական կոմիտեից հանրապետության հատուկ մարդ ուղարկեցին Բարձրաստիճան, որ ինձ այդտեղից հանեն, որպես, այսպես ասած, կոմունիստական գաղափարները կանեկող։ Այսինքն այդ գիծը իմ մեջ, այդ զուգահեռ զարգանում էր եւ երբ որ ես արդեն ընդունվեցի պետական համալսարան, Ղարաբաղյան շարժումը շարունակվում էր եւ ես շատ ակտիվ էի եւ համալսարանի ուսանողական խորհրդի կազմում էի արդեն ամբողջ այդ ուսանողական կազմակերպության ղեկավարներից մեկը Ղարաբաղյան շարժման։ Դա մայր թեւը իմ մեջ կար։ Հետո գիտեք ինչ տեղ ունեցավ։ Երբ որ 90 թվականին հնարավորություն առաջացավ ի վերջո ընտրություններով հաղթել կոմունիստներին եւ նոր իշխանությունը Հայաստանում ձևավորել, իսկ ես անմիջականորեն այդ ընտրություններին մասնակցում էի որպես պատգամավորների տեխնացուներից մեկի ընտրական շտաբի ղեկավար։ 18 տարեկանում եղել եմ ընտրական շտաբի ղեկավար պատգամավորներից մեկի։ Եվ երբ որ մենք հաղթեցինք եւ այն պատգամավորը, որին տեխնացուն, որին ես օգնում եմ, եւս հաղթեց, անցավ ազգային ժողով, կամ գերամեկի չեք ասի։ Ավետիք Գևորգյան։ Ավելի շուտ, եթե ճիշտ եմ հիշում, Ավետ Գևորգյան։ Գրիգորյանը, ներողություն, էլ այնքան ժամանակ անցել է, Ավետ Գրիգորյան։ Ավետը հիշում եք։ Հա, Ավետ Գրիգորյան, հա։ Եվ ինքը տեխնացու էր, ՀՀՇ-ից տեխնացու էր ժամացույցի գործան, Արաբկիրի, ներկայիս Արաբկիրի ինչ որ մի մասում, հա։ Եվ ինքը հաղթեց, միջոց կոմունիստներին հաղթեցին, իր հիմնական մրցակիցը 26 կոմիսարների շրջանի
կոմունիստական կուսակցության շրջկոմի նախաբաներ, քարտուղարներ առաջի, եւ մենք հաղթեցինք, մաքուր ընտրություններով հաղթեցինք, 50 քանի տոկոս մենք ենք հավաքել, 30 քանի տոկոս ենք, ուրիշ տեխնազոներ կային, եւ դա իմ համար առաջին ընտրական փորձն էր, նույնիսկ 10 տարեկան չկա այդ ժամանակ 90 թիվներ, ընտրական շտաբի ղեկավարում, ասեմ ձեզ անկեղծ դռնեդուր տնետուն մտել եմ, ամեն ընտանիքի հետ շփվել եմ, բոլորին, ասենք, թռուցիկներ եմ բաժանել, բոլորին բացատրել եմ ինչու է պետք քվեարկել մեր տեխնացիայի օգտին եւ ընդհանրապես ՀՇ-ի օգտին, եւ վերջո կարողացանք ընտրություններով հաղթենք։ Իմիջած մենք կարողացանք հաղթենք, որովհետեւ եթե դուք հիշում եք այդ ժամանակաշրջանը, կես էր։ Գերագույն խորհրդում ոնց որ բացարձակ մեծամասնություն չկար։ Ցել վերևի ընտրատարածքը Լեոնիդ Մկրտչյանն էր, թե չեմ սխալվում, բարեկամություն մետրոյի։ Կարող է։ Հայտի կոմունիստ էր։ Մկրտչյան չէ, Լեոնիդը Հակոբյան էր։ Հակոբյան։ Լեոնիդ Հակոբյան, հա։ Ես ունեմ ազգանում օրը։ Ահա, Լեոնիդ, ես որտեղ իրանց ընտանիքը ճանաչել եմ, Լեոնիդ Հակոբյանից հարցնեմ, եթե արդեն որից կետին ենք հասել, հա, Հայաստանի պատմության, եթե հնարավոր լիներ, էլի կզբաղվեք նույն բանով, էլի կսատարեք ՀՇ-ին ընդդեմ կոմունիստների, թե ամեն դեպքում կոմունիստների կուսակ Կսատարեի, գիտեք ինչու, ես իհարկե երբ որ ՀՇ-ն կիսվեց, իսկ ՀՇ-ն կիսվեց հաջորդ տարի տարածորեն, հա, ես մնացի ՀՇ-ի ազգային ժողովրդավարական թևի հետ, Վազգեն Մանուկյանի եւ այլն, հա, այսինքն ՀՇ-ն երկու մասի կիսվեց, էլի լիբերալ թևի, հակակոմունիստական եւ ազգային ժողովրդավարական թևի, ես մնացի ազգային ժողովրդավարական թևի հետ, ավելին ձեզ ասեմ, դուրս եկա քաղաքականությունից։ Դուրս եկա քաղաքականությունից, որոշեցի, որ այն ամենը պետք է կենտրոնանամ ուսմանս վրա, եւ երևի մինչեւ 96 թիվը, երբ որ հաջորդ նախագահական ընտրություններն էին, ես քաղաքականությունից դուրս եմ մնացել, զբաղվել եմ իմ կրթությամբ, բիզնեսով եւ այլն։ Հետո սկսեցի նորից վերադառնալ քաղաքականություն, հասկանալով, որ ի վերջո չես կարող անմասն մնալ այն զարգացումներից, որոնք երկրում են տեղում։ Ոստի այդ իմաստով ես կարծում եմ, որ այո, նույնը կանեի, որովհետեւ ես ֆունդամենտալ մերժել եմ կոմունիստական գաղափարախոսությունը եւ մերժել եմ սովետական կայսրապետությունը։ Ես միշտ եղել եմ ազգային թևում, ոչ միայն ինքս, նաեւ իմ ընտանիքը, նաեւ իմ ընտանիքի, իմ ծնողներն էլ են եղել այդ թևում։ Այդ ժամանակ 65 թվականից սկսած Հայաստանում որոշակի ազգային վերածննդություն կեր, իմ ծնողները միշտ դրան մասնակցել են։ Ես միշտ գաղափարախոսական դաշտում եմ եղել, ծնողներ, ոչ միայն ծնողներ, իրենց ընկերներ եւ այլն։ Դրա մեջ են, դրա համար ես այդ ազդեցությունն եմ վրա միշտ կրում։ Եվ զարմանալի չի, որ ասենք բնականաբար ընտրություն եմ կատարել։ Ես ավելին ասեմ, ես հիշում եմ 91 թվականի ամառը օգոստոսը, երբ որ ԵԿՉՊ-ն տեղի ունեցավ, առավոտյան Սևանի ափին հանգստանում ենք այդ ժամանակ ամառ էր։ Ուրեմն առավոտյան հերոստատուսները միացնում ենք, տեսնում ենք այդ մռայլ դեմքերը ԵԿЧՊ-ին, Յազովը, ես իմ Յանաևը, բան եւ այլն։ Ես նայում եմ առաջի արձագանքը, գիտեք որն է, որ ես պետք է ավտոմատը վերցնեմ, գնամ սրանց դեմ կռվելու։ Ավտոմատը վերցնեմ, գնամ սրանց դեմ կռվելու, ուրիշ արձագանքի մտքումս չկար, պարկած։ Հայրս հետո եկավ, ասեց վերջ բոլորից մռնելու են, որովհետեւ հա, բնական։ Պապայի մոտ աշխատում էր բան Դավիթ Շահնազարյանը, Ղարաբաղ կոմիտեի թղթաբանության մեծ մասը այդ ռադիոֆիզիկայի նվիրված պրինտերներով էր, հա, տպվում եւ այլն, լիստովկիկ եւ այլն եւ ինքն մենոք էր մի քիչ այդպես սամիզդատ կարդալ եւ այլն կոնկուրսի անդամ չդարձած վախեցանք մի պահ, որովհետեւ բոլոր հնարավոր ավտոմատ չէ, բացի մոտ էլ բան կար, որ հանուն արդեն մեր ազատության, հայրիկիս մայրիկիս ազատության, ես լեզուն բանան է։ Բայց ուրիշ հարց տամ, իմ մոտ օրինակ այսպեսի կարծիք է ձևավորվում, միգուցե սխալ, միգուցե չի, բայց եթե համեմատել ներկայիս Հայաստանից, խորհրդային Հայաստանը ավելի սուվերեն երկիր էր, քան ներկային Հայաստանը, համաձայն չեք տարբեր պարամետրներով։ Բարդ հարց, անկեղծ ասած այդքան էլ համաձայն չեմ, ասեմ ինչու։ Նախ այն Հայաստանը չուներ բանակ եւ չուներ ազգային իշխանություն։ Այն իշխանությունը, որ այստեղ ձևավորվում էր, ուներ որոշակի ազգային դիմագիծ, հա։ Եվ ոչ միայն Հայաստանում, Վրաստանում եւ մեր բարձրային երկրներում խորհրդային մոտեցումը տարբերվում էր մնացածներից, որովհետեւ իրանք հասկանում էին, որ սրանք այս երկրները իրանք կռվով են վերցրել։ Խորհրդային միությունը զենքի ուժով է գրավել Հայաստանը, Վրաստանը մերձվածել։ Մնացածները տենց տեխնիկա դիմադրություն ա եղել, ասենք օրինակ Բանում կենտրոնական Ասիայում բասմաչների դիմադրություն կար, բայց օրինակ Ադրբեջանում դիմադրություն չի եղել։ Հա, Ուկրաինայից գալի մասը ուլտրա սովետական էր։ Մանավանդ արևելյան մասը շատ սովետական էր, արևմտյան մասը մի քիչ այլ էր, ավելի հակախորհրդային էր, բայց արևելյանը այդ խորհրդային միության մեր մասած կորիզն էր, ընդհակառակ էլի։ Անդերի մեր մասած ընդերի բնակիչները ռուսներից ռուս էին ավելի։
պայմանականորեն ասած։ Դրա համար տարբերություն կար, բնականաբար տարբերություն կար, բայց ես չի ասի, որ մենք այն ժամանակ ավելի բարձր բան ունենք, ինքնավար բան ունենք։ Օրինակ այն ժամանակ մի քիչ վիճենք, հա, այն ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ բանակ կար, ոչ թե 3, հա։ Կոպիտ ասած։ Մեկ ինչ կար։ Մեկ բանակ իր կանգնած, հա, ոչ թե 3 բանակ տարբերել։ Հիմա տեսեք, ընդհանրապես ասեմ, անկախությունը իհարկե ամենաշատ լավ բան է, բայց մենք հիմա ներկա փուլին ասում ենք, որ մեզ ոչ մեկ ոչ մի բանի մասին չի հարցնում, ոչ մեկ ոչ մի բան չի անում։ եկեք հասկանանք ինչ։ Խորհրդային միությունն էլ երևի թե բաժանենք տարբեր, հա։ Բայց խորհրդային միությունում էլ մեզ չեն հարցնում։ Եկեք հասկանանք ինչու ենք մենք այս կետին հասել, որովհետև գիտեք ոնց է, եթե դուք համեմատեք, ասենք Հայաստանը այսօր ավելի բարձր ինքնիշխանություն ունի, քան 10 տարի առաջ, ես կասեի, այո, 10 տարի առաջ ավելի բարձր ինքնիշխանություն ունենք, ակնհայտ է, որովհետև այն ժամանակ վերահսկում էինք ամբողջ Արցախը, պարտված չէինք, ազատության ավելի մեծ աստիճաններ ունենք, գոնե մեր տարածաշրջանում որոշակի խաղի կանոններ կարող ենք մենք ինքներս պարտադրել եւ այլն, ակնհայտ է դա։ Բայց ինչու ենք մենք այս կետին հասել։ Մենք այս կետին հասել ենք ըստ էության երկու իրար վերադրվող գործընթացների արդյունքում, արտաքին եւ ներքին։ Սկզբից արտաքին ասեմ, հետո ներքինը։ Արտաքին գործընթացը նրանում է, որ խորհրդային միության փլուզումից հետո ձևավորված միաբևեռ աշխարհը աստիճանաբար վերածվում է 3 կամ նայած ոնց հաշվես։ Կամ 2 կամ 4, նայած ոնց հաշվես։ Ես պայմանականորեն 4-ը բևեռ անվանեմ, այլ բանա, որ այդ բևեռները իրար մոտ են։ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը, հա, 4 բևեռ են։ Իրական 4 բևեռ կա եւ մենք որ երբ տեսնում ենք հիմա լարվածություն օրինակ Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջեւ, օրինակ Գրենլանդիայի համար կամ Ուկրաինայի հարցում, հասկանում ենք, որ այնուամենայնիվ Ատլանտիկայի երկու ափերում շահերը կարող են իրարից տարբերվել։ Մենք միշտ դա անվանել ենք հավաքական արևմուտք, բայց հասկանում ենք հիմա, որ հավաքական արևմուտքը այդքան էլ հավաքական չէ։ Նույն կերպ ասենք չես կարողացել, որ Ռուսաստանի ու Չինաստանի շահերը ամեն իրեք համընկնում են, չէ, ամեն իրեք չեն համընկնում։ Ինչ որ ավարտում համակրում են, ինչ որ բանում տարբերում։ Դա համար պայմանականորեն որոշենք, որ մեր համար 4-ը բևեռ է։ Այդ 4 բևեռների միջև մրցակցությունը այնքան կտրուկ է սրվել, որ իրանք մեղմ ասած բոլոր պայմանականությունը դրել են մի կողմ, բացահայտ ասում են, ասենք, որ վերջ էլ միջազգային իրավունք չկա, Միացյալ Ազգերի կազմակերպությունը կարելի է գցել աղբարկղի մեջ, ուժն է որոշելու ամեն ինչ։ Այն աշխարհ, որ ասենք Միացյալ Նահանգները վերջերս, ասենք մի քանի գործողություններ եկեք նայենք, հա։ Գործողություն 1, Պաշտպանության նախարարությունը վերանվանել են պատերազմի նախարարություն։ Աշխարհում ուշտակ դες բան չկա։ Եվ երբ որ իրանց նախարարը ելույթ անանում դրա մասին, ասում է, մենք վերանվանել ենք, որպեսզի այո բոլորը հասկանան, որ մենք պատրաստ ենք պատերազմել։ Կետ 1, կետ 2, Մադուրոյի առևանգումը Վենեսուելայի մեջից, որի միջից ռազմական գործողություններ 100-ից ավել մարդ է զոհվել, հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա է, դրան մասնակցել հիմնականում օդանավեր, ուղղաթիռների վրա, այսինքն դա բան էր, պարզապես առևանգում չէր, ռազմական գործողություններ, բայց իր տեսակի մեջ նմանը չունեցող, թեև ժամանակին Պանամայում էլ են մոտավորապես այդ կարգի գործողություններ։ Ասած տոչիչնի գործողություն։ Այո, թիրախային, կետային գործողություններ, նորից իր նմանը համարյա չունեցող, բայց ամերիկան դրանով էլ ցույց տվեց, որ ասենք միջազգային իրավունքի վրա ինքը կարող է ինչ-որ իմաստով քաշ քաշի, բայց ամենահետաքրքիրը նույնիսկ առևանգումը չի։ Այլեն որ այն իշխանությունը, որ այնտեղ հիմա մնացել է, սկսել է Միացյալ Նահանգների հետ համագործակցել։ Սկզբից ինչ-որ մի հատ ռոպագանդիստական հայտարարություններ են արել բանի, բայց հետո սկսել են համագործակցել։ Դասիրակչական աշխատանքից հետո մի քիչ։ Այո, չէ, կարող են ասենք ասել, չէ, մինչև վերջի վենեսուելացիների կյանքը մենք պատրաստ ենք պաշտպանել մեր ինքնիշխան, չէ, չեն անում, ասում են հասկացանք, որ խաղի կանոնները փոխվել է, հասկացանք, որ Ռուսաստանը, Չինաստանը մեզ չպաշտպանեցին, հասկացանք, որ այստեղ տերը դուք եք հանձնվում են։ Եվ հիմա երրորդը Գրենլանդիան։ Երբ որ Միացյալ Նահանգներում կոնգրեսի հաստատմանը մտցված օրինագիծ Գրենլանդիայի անեքսիայի, այսինքն բռնազավթման, բռնակցման մասին։ Ու ասենք նախագահ Թրամփը ասում է, Ժորժ ջան, կներեք, էլի Գրենլանդիան մեզ պետք է, եթե ձեզ պետք չի, իսկ մենք հասկանում ենք, որ ձեզ պետք չի, որովհետև ոչ պաշտպանում եք այս ընթացքում, ոչ էլ յուրացնում եք հսկայական կազմին։ Տվեք մեզ, մենք շատ ավելի լավ կանենք։ Շատ հետաքրքիր բան ասեց, տեսեք, ինքը ասեց, հետո ինչ, Գրենլանդիան ոնց է դառել Դանիայի բան, որովհետև դանիական մի նավակ եկավ Գրենլանդիա։ Մեր մոտից էլ 1000 մի նավակ գալիս են։ Այսինքն, այսինքն կարծիքով շատ ավելի խորքային process է գնում, որովհետև եթե Գրենլանդիան ամեն դեպքում հայտնվի ԱՄՆ-ի կազմում կամ անեքսիայի տակ, փոխվում է ոչ միայն միջազգային իրավունք, հա, փոխվում է միջազգային պատմության տրամաբանությունը, այսինքն հիմա բոլոր երկրները կարող են ասեն հետո ինչ որ ժամանակին սենց ա եղել, սենց ա լինելու։ Այո, եւ վերադառնալով ձեր հարցին, առաջի պատճառը դա է, որ ուժային կենտրոնների միջև տեղի ունեցել որոշակիորեն նախկինում գործող պայմանականությունների ձևականությունների, այսպես ասած, չեղարկում։ Հիմա բոլորը ասում են, ուժի դիկտատոր ով ուժեղնալով Ուկրաինան էս ուզում էստեից մի հատ համար
չաղլիկ կտոր կդրես, գնա կդրի։ Թայվանն էս ուզում, դե կպաշտպանենք, բայց եթե չկարողանանք կգնաս կվերցնես եւ այլն։ Այսինքն այդ իրավիճակն է եւ մենք ցավոք հայտնվել ենք դրա կիզակետում, որտեղ մեր տարածաշրջանը Հարավային Կովկասի իր 3 հանրապետություններով գտնվում է մի քանի ուժային կենտրոնների եւ ռեգիոնալ Ռուսաստան, Իրան, Թուրքիա եւ այդ գլոբալ Եվրոպական միություն, Միացյալ Նահանգներ, Չինաստան բոլորի հետաքրքրությունների կենտրոնում։ Մեղմ ասած բախներս բերել է, էլի ճակերտներով, բոլորի հետաքրքրությունների կենտրոնում ենք։ Իսկ ինչ ենք մենք ինձ ներս թողել։ Այդ երկրորդ կետն է, ներքինը։ Ոնց մեջ Չինաստանի զորքերներ կան, 4-ը քաղաքական աշխարհական կենտրոնում կլինեն մեր մոտ։ Եվրոպացիներն զորք չի բան, հա, դիտորդները։ Բայց հաշվի առնելով որ հիմա պատերազմները հիբրիդային բնույթ են կրում, դիտորդներն էլ հիբրիդային պատերազմի մասնակիցներ են։ Հիմա նայեք, երկրորդը ներքինն է, դա մեր ներքին թուլությունն է։ Դա մեր ներքին թուլությունն է։ Մենք անկախությանը հաջորդող տարիների ընթացքում ուժեղ ազգային պետականություն չեն կարողացել կառուցել։ Այստեղ առաջինի հետ անմիջական կապ կա։ Հիմա օրինակ տեսանք ինչ տեղի ունեցավ Իրանի հետ, չէ՞։ Մի քանի հազար մարդ է զոհվել Իրանում խժդժությունների արդյունքում։ Եվ ակնհայտ է, որ այդ խժդժությունները լուրջ աջակցություն ունեն դրսից են կենտրոններից, որոնք շահագրգռված էին Իրանի թուլացման մեջ։ Բայց դա նշանակում է նույնիսկ Իրանի պես պետությունը, որի տարբերություն մեզ, ասենք մեր տարածքից ունի 50 անգամ մեծ տարածք, մեր բնակչությունից 30 անգամ մեծ բնակչություն, երբ որ հայտնվում է այդ շահերի կիզակետում եւ ազդեցությունը դրսից անընդհատ ուղղորդված կա, շատ դժվար է, իրականում շատ դժվար է ինքնիշխան պետությանն այդ բոլոր հիմքերը պահել։ Մեզ էլ է դժվար եղել, որովհետեւ անընդհատ խարխլել են։ Բայց մյուս կողմը նաեւ պետք է անկեղծորեն ընդունենք մեր ներքին թուլությունն է, եթե մենք ինչ որ իմաստով քաղաքականապես ավելի հասուն լինենք որպես հասարակություն, կարողանանք զատել նյութականը հոգևորից եւ ռազմավարականից, կարողանանք զատել կարճաժամկետ, այսպես ասած, ընտանեկան շահը, երեխեքից պահելու շահը երկարաժամկետ պետական շահից, կարողանանք զատել կրթության կարեւորությունը, մեղմ ասած, նյութական սնունդի կարեւորությունից եւ այլն, եւ մեր ջանքերը կենտրոնացնենք պետական համակարգը կառավարելու վրա եւ կառուցելու վրա, ոչ թե ընտանիք պահելու վրա։ Որտեւ Երևանում ամեն տղամարդու հարցը ինքն ընտանիք է պահում, բայց 1000-ից մեկն է որ պետություն է պահում։ Հասկանում եք, այդ խնդիրն է։ Մենք եկել ենք տրամաբանորեն հասել ենք այն կետին, երբ որ մեր ներսում իշխանության են եկել վատթարագույնները։ Մենք եկել ենք թե մեզ բերել են։ Դե համ բերել են, համ եկել ենք։ Որտեղ օրինակ վիճելի կետ կա, որ ասում են մարդու բարձրագույն արժեքը մարդու կյանքն է, հա, տենց 26-րդ հատվածն է, եթե չեմ սխալվում, բայց չէ որ ավելի բարձրագույն արժեքներ էլ կային ժամանակին, հա, հավատքը, հայրենիքը, նույն ընտանիքը եւ այն արդյոք այս տիպի գաղափարները սերմանելով չբերեցին նրան, որ մարդը ձեր ասածով ասում է, ես իմ ընտանիքի մասին ավելի մտածեմ, չգիտեմ, ես իմ կյանքս պետք է գերի հանձնվեմ, չգիտեմ, ես իմ փախնեմ եւ այլն, որովհետեւ մարդու կյանքը բարձրագույն արժեք։ Հիմա նայեք, ձեր հարցը ճիշտ է, բայց ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Ես ասացի, որ այդ արտաքին գործընթացը, մեր նկատմամբ ճնշումը եւ ներքին գործընթացը, ներսից քայքայման գործընթացը, ինքնիշխանության, դրանք զուգահեռ եւ փոխկապակցված են։ Այո, մեզ բերել են սրան, բայց մենք նաև եկել ենք սրան։ Իսկ թվում է մենք ուղղակի հոգնել ենք որպես ազգ։ Ես մի հատ լավ եկա Դմիտրի Ալշանսկի 21 թվականի հունիսին, երբ որ Փաշինյանը հաղթեց, ինքը գրեց, որ հայազգ ուղղակի հոգնել է լինել հայազգ, որովհետև մարդիկ ուզում են պոստմոդեռնի մեջ ապրեն, մարդիկ չեն ուզում քարից հաց ստանան, մարդիկ չեն ուզում գնան ցուրտ դիրքերում կանգնեն, մարդիկ ուզում են ինչպես բոլորը iPhone, մարդիկ ուզում են, չգիտեմ, թռնել Եվրոպա հաց ուտել գալ եւ այլն, այսինքն մաշվածության ինչ որ խնդիր կա նաեւ։ Տեսեք, գիտեք ոնց է, եւ այո եւ ոչ, եւ այո եւ ոչ։ Ասեմ ինչու այո եւ ասեմ նաեւ ինչու եւ ոչ, հա, որովհետեւ ճշմարտությունը իրական մի քիչ ավելի բարդ է։ Եվ այս ընթացքում բնական է, ես եմ կարդում այդ կարգի հետազոտություններ, մարդիկ փորձում են ինչ-որ իմաստով սխեմատիզացիա անեն եւ ներկայացնել, որ ամբողջ հայ ազգը ինչ-որ մի ընդհանուր տրամաբանության մեջ է։ Տենց չի, մի ընդհանուր տրամաբանության մեջ չի։ Տարբեր տրամաբանությունների մեջ են ազգի տարբեր հատվածները ապրում։ Հիմա նայեք, նույն ճնշումը, որ կա մեր վրա, կա նաեւ Վրաստանի վրա։ Նույն բացարձակ նույն ճնշումը կա։ Մեր դեպքում է ճնշումը ավելի մեծ, որովհետեւ կա Թուրքիան, որ ավելի ուղղորդված է մեր վրա ճնշում, բայց Թուրքիան Վրաստանի վրա էլ է ճնշում։ Պետք չի մտածել, որ Վրաստանի հետ կապված իրանք ախորժակ չունեն։ Ուղղակի գուցե վրացիներին ցեղասպանելու նպատակ չունեն, բայց ճնշումը գոյություն ունի։ Հիմա վրացիները դիմադրում են, թե չէ, դիմադրում են։ Դիմադրություն կա, ու դուք տեսնում եք այդ դիմադրությունը, որոշակի պայմաններում այդ դիմադրությունը նաեւ աճում է։ Այսինքն արտաքին ճնշումը կա, դա գործոն է եւ մեզ փոքրում են, փորձում են մաշացնել եւ հոգնածնել, բայց դրան հակադրվում է ներքին, այսինքն ներսից ճնշումը դեպի դուրս։ Ներսից ճնշումը դեպի դուրս ես ենթադրում եմ, որ մեր մոտ
ավելի քիչ է, քան օրինակ Վրաստանում, այս պահին, բայց որտեղ նախկինում էլ ավելի շատ է եղել։ Վրաստանն չէ, կոնֆլիկտներով անցել, պատերազմներով, կորուստներով եւ այլն։ Եվ այն ժամանակ իրանք չեն դիմացել ճնշման, ասենք Աբխազիան հանձնել են, Օսեթիան հանձնել են եւ այլն, հա։ Հիմա եթե մենք այդ ամեն ինչ իրար հետ համեմատում ենք, կարելի ասել, այո, հայ ազգի վրա քան որ այդ ճնշումը անընդհատ կա եւ կա ոչ թե վերջի 30 տարին, կներեք, Համիդյան ջարդերից սկսած փորձում են մեր քոքը կտրել։ Փորձում են մեր քոքը կտրել, մեր ազգնել դիմադրումը, կորուստներով, անընդհատ կորուստներով, երբեմն փոքրիկ ձեռքբերումներով, երբեմն մեծ կորուստներով եւ այլն դիմադրումը, բայց ցած անընդհատ ցած սեղմվում է շագրենի կաշվի պես։ Մեր պատմական արեալը, բնակության արեալը երբեք այնքան փոքր չի եղել, ոնց որ հիմա։ Անընդհատ սեղմվում է։ Արցախը կորցնելուց հետո մենք կներեք 11000 քառակուսի կիլոմետրով պակասեցինք մեր բնակության արեալը, հա։ Ով ուզում է, ինչ ուզում է ասի, պակասեցինք, դա փաստ է, հա։ Հիմա այո, մեր ժողովրդի զգալի մասը հոգնել է, ասում է թողեք ես հանգիստ ապրեմ։ Բայց այդ բոլորը չեն, եւ ես մարդկանց հետ որ շփվում եմ, ես տեսնում եմ, որ այդ տենց ասողի կողքը կա այն մարդը, որը գիտակցում է, որ չկա տենց բան, որ թողեք հանգիստ ապրեմ։ Թողողը ով է, թողողը ես ու դուք ենք, թողողը դրսից է ճնշումը, եթե դրսից է ճնշումը, դու ունես երկու տարբերակ, կամ այդ դրսի ճնշմանը դիմադրես, կամ այդ դրսի ճնշմանը հանձնվես։ Միջանկյալ չկա է որ թողեք հանգիստ ապրենք։ Չի թողելու։ Թուրքիա պետք է մեզ թողի հանգիստ ապրենք։ Ինչի՞ պետք է թողի։ Դες պատճառ չկա։ Ինքը անընդհատ ճնշումը շարունակել է, ճիշտ է։ Փաշինյանի խոստումը այդ հասկանում եք, որ WhatsApp-ի զանգը։ Այդ անիմաստ կեղծիք է, անիմաստ։ Թուրքիան կամ Ադրբեջանը, կամ նույնիսկ Իրանը, կամ նույնիսկ Ռուսաստանը, մնացած ուժային կենտրոնները ամեն մեկ իր ձևի մեջ մեր վրա անընդհատ ճնշում է գործադրելու։ Իրանց մոդելն է տենց։ Իրանք եթե քո վրա անընդհատ ճնշում են, նորից եմ ասում, երկու ձև կա, կամ դու դրան դիմադրում ես, անգամ խելքով ես դիմադրում։ Պարտադիր չէ երեխեքիդ անընդհատ, այո, գցես մսաղացի բերան։ Կամ խելքով ես դիմադրում, դաշնակցելով, այդ ճնշումները իրար դեր հակադրելով, իրար դեմ խաղացնելով նաև եւ այլն, հա։ Կամ հանձնվում ես այդ ճնշմանը։ Մեկի հասկանանք հանձնվել ինչ է, շնորհիվ պատմության մեջ եղել է, չէ՞ որ հանձնվել ենք։ 1920 թվականին հանձնվել ենք, թուղթը ստորագրել ենք։ Մի հատ սկզբից Ալեքսանդրապոլում ենք ստորագրել, հետո մի հատ Երևանում ենք ստորագրել, չէ՞։ Հանձնվել եք, ինչ եղավ։ Երկիրը կես արվեց, այն կեսը տրվեց Թուրքիային։ Այնտեղ էլ Հայաստան չկա, Հայաստանի հետք չկա ընդհանրապես, հա։ Գնացեք, տեսեք, ասենք, հա, լավ, կարծում աստվածածային եկեղեցու պատերը մնացել են, բայց այդտեղ հայության հետք չկա։ Մոսկիթա դարել։ Իսկ այս կողմը մնացել էր Հայաստան, բայց ասենք մենակ այն պատճառով, որ Խորհրդային Միությունը իր ամբողջ էությամբ որոշել էր, որ պետք է ազգային քաղաքականություն իրականացնի, հանրապետություններ ստեղծի, եթե ռուսական կայսրությունը վերականգնվեր, այս մասն էլ ռուսացվելու էր։ Բայց ուղղակի Խորհրդային Միությունը ուրիշ տրամաբանության մեջ էր աշխատում, դրա համար այստեղ մնաց ինչ-որ Հայաստան։ Հասկանում եք։ Հիմա եթե դու գնաս նորից հանձնվես, ախիկիկ հարց տանք, այդ ում ես հանձնվել։ Այս անգամ կարող է բախտանիշ չբերի նույնիսկ։ Հա, ում ես գնաս Թուրքիային ես հանձնվել, որ հանձնվես, ինչ ալնելու, մտածել ես։ Ինչ ալնելու։ Դրա համար այն մարդիկ, որ ասում են թողեք հանգիստ ապրենք, ես այդ մարդկանց ասում եմ, թողողը ես եմ, Ես գիտեք ինչ եմ նկատել, մի քանի օր տաքսիով գնում եմ վարորդի հետ, վարորդը սկսեց խաղաղություն, նորմալ է, բարեկամ, հարևան, վերջապես չի կարելի թուրքերի հետ կռվել եւ այլն առևտուր բան, Ֆրանսիա ասի դու քո երեխա համար թուրք դայակ կվերցնես, որ քեզ նայ ոնց ախպեր չէ իհարկե։ Ասում դու նոր չէր խոսում բարեկամությունից եւ այլն, այսինքն դա հենց ձեր ասացի այդ երկայնությունն է, էլի, բայց այդ մի մարդու մեջ է տեղավորված հետաքրքիրը, որ ինքը լսել է ռոպագանդա, բայց իր ներսի, չգիտեմ, հայը ինչ որ դիմադրություն է ցույց տալիս։ Էդ է, որ այո, հենց էդ է, դուք ինձ թվում է շատ ճիշտ կետի բերեցիք, որ մեր ժողովուրդը հիմա երկաթված է։ Ինքը բնական կերպով խաղաղություն է ցանկանում եւ ինձ թվում է մենք բոլորս էլ խաղաղություն ենք ցանկանում։ Ոչ մեկ էլ չի ուզում պատերազմ, հա, եւ խոսքը ընտրությունն է իրականում, ոչ թե խաղաղության ու պատերազմի միջեւ։ Ընտրությունը հանձնվելու եւ դիմադրելու միջեւ է։ Դիմադրությունը պարտադիր չի պատերազմի տեսքով լինի։ Հիմա մենք միջեւ 2020 թվականը դիմադրում էինք, չէ՞։ Պատերազմով չէ։ Դիմադրում էր, որովհետեւ զորքդ նստած էր խրամատներում, դիմադրում էր, որովհետև զենք էր առնում, դիմադրում էր, որովհետև բանակցային գործընթացում ատոմներով կարճած երկու իրավունքից եւ այլն, դիմադրում էր։ Ասենք հենց դիմադրությունը դադարեցրիր եւ ասիր, այ գիտես ինչ, ես հոգնել եմ արդեն, ինչ արեցին։ 3 տարվա ընթացքում, ասենք, գյուզալական Արցախը գնաց կորավ։ 3 տարվա ընթացքում ընդ որում ինձ թվում է, իդեպ Ալիևը դրա մասին բարբերաբար նշում է, իրենք էլ են զարմացել ինչքան հեշտ են վերցրել։ Իրանք էլ են զարմացել, ինչքան հեշտ են վերցրել այն տարածքը, որը պատմականորեն միշտ անմաչելի է եղել։ Քանի անգամ փորձել են չեն կարողացել։ Ես միշտ դա եմ ասում, ինձ որ ասում են, որ
կառույցները պաշտպանական լավը չեն եղել, չգիտեմ, ես մեծ օրինակն եմ բերում 9 պաշտպանական շրջաններից 8-ը պահել են իրենց դիրքերը, հիմնական խնդրումը 9-րդում էր գլոբալ առումով եւ այդտեղից ամեն ինչ սկսվեց, դա այսինքն բայց ուղղակի երբ դա հոգեբաներն են նաեւ պետք է վերլուծեն ոնց եղավ, որ ասենց 3-4 տարվա մեջ, հա, կոտրվեց էլի, սկսեց։ Կոտրվեց, ընդ որում ես գիտեմ, որ դուք զբաղվել եք նաեւ ռազմաշինությամբ, հեծի ճիշտ բանանեմ, առար հիմնադրամը բավական շատ բան եք արել դիրքերի բաների համար, դուք այդ ժամանակ նկատեցիք արդեն, որ ինչ որ այդ շեստերոնքի կսկսեցին հետ ֆռալ, այսինքն այդ բանակի մեջ են մտավ այդ թոքնածություն եւ այլն։ Տեսեք, ասեմ ես ինչ եմ նկատել օբյեկտիվորեն, հա, եւ մենք այդ մտահոգությունը ունենք։ Ուրեմն Արար հիմնադրամը պաշտպանության նախարարությունից սկսել է աշխատել 2014 թվականին։ Մենք պաշտպանության նախարար այն ժամանակ Սերյան Օհանյանի հետ հուշագիր ստորագրեցինք եւ սկսեցինք օգնել պաշտպանության նախարարությանը այն թեմաներով, որոնք ավելի տենց հումանիտար վերլուծական բնույթ ունեն, հետո աշճանաբար մեր այսպես ասած գործունեության շրջանական լամից։ Առաջի ուղղությունից մեկը, որ մենք սկսեցինք աշխատել, դա Վազգեն Սարգսյանի համալսարանի հետ աշխատանքն է, որովհետեւ մենք գիտակցեցինք հետեւյալը, որ Վազգեն Սարգսյանի համալսարանը նա պատրաստում է ոչ թե սպաների, այլ մեղմ ասած զինվորների։ Այսինքն նրանք սպայական այն ժամանակ կարողություն բավարար, կառավարչական կարողություն, հա, այսպես ասած անձնակազմի կառավարման, ռազմավարական մտածողության բավարար չեն տալի։ Եվ մենք սկսեցինք փորձեցինք հասկանալ ինչու է խնդիրը եւ ասենք օրինակ ծրագրային բլոկը ընդարձակենք, հումանիտար բաղադրիչները կրթության ընդարձակենք եւ այլն։ Այդ աշխատանքն ենք փորձում իրականացնել, որպեսզի ավելի համապարփակ կրթություն ստանա սպան, ավելի լայն մարդկային մտածողություն, մտածելակերպ ձևավորեր, ավելի ռազմավարական տեսլական ունենար եւ այլն։ Իհարկե այդ աշխատանքը չստացվեց ազնվորեն ասած այն ժամանակ, որովհետեւ խոչընդոտները շատ էին եւ այդ համակարգի ներցանը շատ մեծ։ Բայց մենք գիտեք ինչ տեսանք։ 10 տարվա մեջ 2006-ից մինչև 2016 թվականը դիմողների թիվը Վազգեն Սարգսյան համալսարան գիտեք քանի անգամ էր կրճատվել։ Քանի անգամ։ Թիվ ասեք հələ։ 10 տարվա մեջ քանի անգամ կարող է 2-3 անգամ։ 2-3 անգամ չէ, 100 անգամ։ 100 անգամ։ Այսինքն դուք պատկերացեք հետեւալը, որ այն ժամանակ 300 տեղին տարեկան մոտավորապես 300 տեղի ընդունելություն ունեն։ 300 տեղին դիմում էր 1000 երիտասարդ։ Այսինքն բան կար, մրցույթ կար, լուրջ, մեկ տեղին 3 հոգի։ 16 թվականին դիմել է 8 երիտասարդ։ 16 թվականին դիմել է 8 երիտասարդ։ Այդ ես որ տեսա, իմ համար արդեն այդ շատ կարևոր ինդիկատոր է եւ դա տեղի ունեցել նախկին իշխանությունների ժամանակ, որ օրինակ բանակի հեղինակությունը անընդհատ ընկնում է, ռազմական մասնագիտության հեղինակությունը ընկնում է եւ դա պատճառ ուներ։ Այդ մի պատճառ չէր, մի քանի պատճառ էր։ Մի պատճառն էր, որ տնտեսությունը երբ որ այդ ընթացքում մարշչանաբար զարգանում էր, այլ ընտրանքները ավելանում են երիտասարդների համար, հա, եւ գրավչությունը այդ մասնագիտության նվազում էր եւ դա օբյեկտիվ էր։ Դա օբյեկտիվ էր, բայց սուբյեկտիվ էր, որ պետությունը ոչ մի բան չէր անում, որ ռազմական մասնագիտության գրավչությունը քաղաքացիական մասնագիտություններին զուգահեռ գոնե բարձրանար։ Վարձատրությունը, հանրային պրեստիժը, տեխնոլոգիական, ասենք, գրավչությունը, ծառայության պայմանները եւ այլն։ Չէր անում, որովհետեւ փող չէր դրվում դրա մեջ։ Ես ես փաստ ասեմ, ասենք հիմա մենք ռազմական բյուջեի մասին բարբերաբար խոսում ենք ու դժգոհում ենք եւ արդարացիորեն, հա, որ այս տարի ռազմական բյուջեն նախորդ համեմատ կրճատվել է։ Նախորդ տարի եղել է 1.7 միլիարդ դոլար, այս տարի կարծեմ 1.4 միլիարդ դոլար, հա, դժգոհում ենք։ Բայց կներեք, այն ժամանակ 0.4 միլիարդ էր։ 0.4 միլիարդ էր, ու այդպես ֆիքսված է, տարվա վրա 400 միլիոն դոլար փող էր ծախսում։ Հա, այն ընթացքում, այս ընթացքում գնաճ է տեղ ունեցել բան եւ այլն, բայց փաստը այն էր, որ նույնիսկ մեր համամասնությունների մեջ մեր ամբողջ ժողովուրդը հավատում էր նրան, որ ամբողջ բյուջեն գնում է պաշտպանությանը, բայց իրականում տես չէր։ Պաշտպանության համար շատ փոքր ռեսուրսներ են գնում, չարժանացած որ բյուջեն էլ էր փոքր։ Եվ մենք աստիճանաբար մեր կարևորագույն հենասյուները ազգային պետության, որոնց մեկը բանակն է, հա, միակը չի, բայց կարևորագույն հենասյունը։ Դրա մեջ անընդհատ թեր ներդրում կատարելով այնքան թույլատրեցինք ռազմական մասնագիտության պրեստիժը, գեներալ լինելու պրեստիժը եւ այլն, որ ի վերջո մենք ցած հնարավորություն բացեցինք, որ այսօրվա իշխանությունը կա լծվի դրա մեջ եւ վերջնական քանդի հետ, վերջնական։ Բայց այդ վերջնական ավերումը տեղի ունեցել ժամանակի ընթացքում, երբ որ թուլանում էր ինքը ու դարձավ շատ խոցելի։ Հիմա այստեղ ուղղակի գազ են տվել, հա, շատ արագացված։ Վերջի բանը որ նկատել եմ, նույնիսկ բարձրաձայնել եմ մի քանի տեղ, որ մեր կոնտրակտինգները գերադասում են Սարից իջնան գնան դառնալ ոստիկան,
հա, քան բարձրանալ սա։ Եվ Բայց վաղուց համատարած process էր, քանի անգամ ահազանգել եմ, քանի անգամ բան եմ արել, հիմա էլ այս process-ն է գնում։ Ուրիշ հարցը մելի փոքր կեսագրության մեջ մտնենք, ինձ միշտ հետաքրքրում է, հա, առաջինը ինչի ֆիզիկան թողեցիք։ Որովհետև ես իմ օրինակով ասեմ, մեր կուրսում մոտ 110 հոգի էր ֆիզիկ ավարտել, շարունակել է ֆիզիկով 5-6 հոգի, բայց մնացածները լավ ծրագրավորող, ֆինանսիստներ, բիզնեսմեններ եւ այլն, այսինքն ավելի հետաքրքիր բան դարձավ, չգիտեմ, ավելի հետաքրքիր բան գտաք, թե բայց ես եմ լավ մասնագետ դարձել։ Դե իհարկե, հա։ Ես պատմեմ։ Եվ որպես շարունակություն, հետո դուք դարձաք բավական հաջողակ, չգիտեմ, ֆինանսիստ, կոնսուլտանտ, բիզնեսմեն, եւ այդ ամենը չթողում եք ու վերադառնում եք այստեղ։ Իրոք իրենց բաժանենք էլի, որովհետեւ ժամանակային մեր ֆիզիկայի լեզվով ասեք կվանտովի սկաչոկներ են, հա, ձեր մոտ։ Դրանց միջև 25 տարվա տարբերություն։ Մեկ եղել է 90-ականների կեսերին, մյուսը եղել է 2000-ականների կեսերից։ Եկեք առաջի հարցին պատասխանեմ եւ այդտեղից շարունակենք։ Տեսեք, ես ֆիզիկայի ֆակուլտետ, ինչպես դες ասացի, ընդունվել եմ ընտանեկան ավանդությունը շարունակելով եւ գերազանցությամբ եմ ավարտել ֆիզիկայի ֆակուլտետը։ Իսկ ուղղություններ։ Տեսական ֆիզիկա։ Ես զբաղվում եմ, ասենք, այսպես ասած, ամենաբարդ ոնց որ մասնագիտացմամբ տեսական ֆիզիկայով ես զբաղվում եւ գերազանցությամբ ավարտել եմ ֆիզիկայի ֆակուլտետը։ Խնդիրը հետեւյալն է, որ ես ֆիզիկայի ֆակուլտետը ավարտել եմ 94 թվականին։ 94 թվականը, երբ որ ես ավարտեցի, ավարտվեց Արցախյան պատերազմը առաջ զուգահեռ։ Եվ երկիրը առացիորեն փլատակների մեջ էր։ Տարածության փլատակների մեջ էր։ Ես ընդունվում էի ֆիզիկայի ֆակուլտետ, լրիվ այլ պայմաններում, երբ որ բազմաթիվ ինստիտուտներ կային, մարդիկ ֆիզիկայի ֆակուլտետը ավարտում էին, ծաղկում էր երկիրը։ Այո, այդ ինստիտուտներում աշխատել, ասենք Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, տիեզերական ճառագայթման ինստիտուտը, լազերային տեխնիկան եւ այլն, այդ հսկայական ինդուստրիա էր Հայաստանում։ Այդ որ դուք ասում եք 110, մեր կուրսում 130 ուսանող կար։ Իսկ ամեն տարի հələ կողքից էլ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ կար, մանկավարժական ինստիտուտներ պատրաստում, գեոֆիզիկա եւ այլն, այսինքն այդ հսկայական ինդուստրիա էր ֆիզիկան եւ դրա հարակից տեխնոլոգիական ոլորտները։ Այն բանը, երբ որ ես ավարտեցի, այդ ուղղակի փլատակների մեջ էր ամեն ինչ, ֆինանսավորում չկար, այդ ինստիտուտներից գալու կամ չէին աշխատում, կամ աշխատում էին արտասահմանյան գրանտերով, իրանք ոչ մեկ աշխատանքի չէին ընդունում ոչ մեկի եւ այլն։ Դրա համար իմ մոտ բարդ երկընտրանք էր, ասենք ես կարայի գնայի օրինակ ատոմակայանում աշխատելու, բայց ատոմակայանը դա ասենք իմ կարողությունների շուտ փոքր մասի օգտագործումն էր։ Նույնիսկ առաջարկ ունեի գնալու ատոմակայանում աշխատելու եւ փոխարենը էլի ծնողներս ինձ համոզեցին, ասին արի գիտես ինչ ընդունվի ասպիրանտուրա շարունակի, տենանք ինչ կլինի։ Մինչև Երևան ինչ կլինի, բայց այդ մինչև Երևանը շատ արագ սկսեց Երևանը, էլի, որովհետեւ իմ հետաքրքրությունը բիզնեսի նկատմամբ էր։ Իսկ բիզնեսի նկատմամբ ինչ որ դա ոլորտը նոր էր բացվում։ Սովետական միությունում չկար բիզնես որպես այդպեսին, կային ցեխավիկներ, այսպես ասած, բայց այդ մի քիչ մեղմ ասած բիզնեսի աղավաղված տեսակ էր, էլի, զարտուղի սպեկուլյացիվ եւ այլն։ Իսկ այդ ժամանակ սկսեց, ասենք, նորմալ բիզնես բացվել, երբ որ դու կարող ես օրինակ խորհրդատվությամբ։ Ես 95 թվականից արդեն Հայաստանում ապրելով զբաղվել եմ խորհրդատվությամբ։ Խորհրդատվական ընկերությունում եմ աշխատել, ասպիրանտուրայում սովորելով զուգահեռ։ Հետո ուրիշ խորհրդատվական ընկերությունում, հետո երբ որ ասպիրանտուրան ավարտեցի, ընդունվեցի էկոնոմիկայի նախարարությունում աշխատելու որպես գլխավոր մասնագետ, 1.5 տարվա ընթացքում, տեսեք, գլխավոր մասնագետ ընդունվեցի, մի տարուց դարձա վարչության պետի տեղակալ, եւս կես տարուց վարչության պետ։ Շատ արագ կարիերա արեցի եւ եկա այն գիտակցության, որ այնուամենայնիվ իմ հետաքրքրությունը դա ոչ թե գիտությունն է ճշգրիտ, այլ բիզնեսի գործարար եւ պետական կառավարումը եւ որոշեցի, որ այդ ուղղությամբ պետք է գնամ։ Այդ արդեն դարձավ ինչ-որ իմաստով ընդունված որոշում։ Եվ հետագա կրթությունս էլ եւ այլն արդեն կապված է եղել բիզնեսի պետական ապարատում։ Դա հետաքրքիր հարց է։ Որտեղ շատերը զգտում են պետական ապարատում։ Տեսեք, ես պետական ապարատում շատ արագ, այսպես ասած, կարիերա արեցի։ Տարածություն 1.5 տարվա ընթացքում դարձա վարչության պետ, 26 տարեկան է, երբ որ դարձա վարչության պետ, եւ դա բացառություն էր էկոնոմիկայի նախարարությունում, որ նաեւ տես բավական պահանջկոտ նախարարություն էր, էլի, իմ բոլոր գործընկերները ինձ զուգահեռ ինձ 10-15 տարի մեծ էին։ Ես շատ արագ սրընթաց դարձել էի։ Իսկ ինչ որ խանդի տեսարաններ բաներ էս ջայնը խանդի տեսարաններ շատ կային, բայց դրան շատ չանադառնանք, բայց ամենատեղ զավեշտականը հետեւյալն է, էլի, որ ես դարձա վարչության պետ, բայց այնպես ստացվեց, որ սիրած աղջիկ մեկնես Միացյալ Նահանգներ սովորելու։ Եվ ես մտածում էի, դե որ ինքը կգնա, հետ կվերադառնա եւ այլն, բայց նա ստացվեց, որ կարոտը ավելի ուժեղ դուրս եկավ եւ ես որոշեցի, որ պետք է իր հետևից գնամ, ես էլ այնտեղ սովորեմ, որ իրար կողք լինենք, իրար մոտ լինենք։ Դիմեցի համապատասխան ծրագրերի, քննություններ հանձնեցի, ընդունվեցի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բիզնես
ակադեմիան ուրեմն 99 թվականի մայիսի մասն եմ իմոց պատմում 99 թվականի մայիսին վերադարձա նախարարին ասում եմ հարգելի պարոն նախարար խնդրում ընդունեք իմ ազատման դիմումը նայում եմ ասում այդ տղաջան դու չես գժվել ոնց ազատման ասում եմ ինչի ասում եմ քիչ տարի առաջ ես վարչության պետ դարձել քեզ նշանակել ենք այսքան պատասխանատվություն ենք տվել քո հետ այսքան հույսեր ենք ապում ո՞ց կարաս թողես գնաս ասում պարոն նախարար ավելի սրտին չեմ կարող հրամայեմ էլի այնտեղ ծիրած աղջիկնա չեմ կարող թողեմ կարոտը տանջում բայց իսկ զարմանալի բան էլի իսկակայից դա բացատրությունն է ու մի խոսքով հետո բացվեց որ նախարարս ստորագրել էր այդ ամեն ինչը 99 թվականի հոկտեմբերին չէ ստորագրում այդ դիմը բայց ես իսկապես ստիպված եղա թողեմ աշխատանքը գնամ սովորելու եւ ասեմ ձեզ որ դա ճիշտ ընտրություն էր ինչի որովհետեւ դա ինձ հնարավորություն տվեց առաջինը ֆունդամենտալ կրթություն ստանալ բիզնեսի եւ էկոնոմիկայի մեջ բիզնես, էկոնոմիկա, ֆինանսներ, կառավարում եւ այլն, էլի 2 տարի շատ ինտենսիվ կրթություն էր, շատ Հյուսիսային Կարոլինայի համալսարանը աշխարհի 50 լավագույն համալսարաններից մեկն է, իսկ բիզնես դպրոցը աշխարհի լավագույններից մեկն է։ Լավագույն 20-ից 20-ի մեջ է մտնում, էլի։ Եվ դա ինձ հնարավորություն տվեց ֆունդամենտալ կրթություն ստանալ, որտեղ մինչև այդ այդպես հատվածական էին գիտելիքներս, ինչ-որ բան գիտեի, ինչ-որ բան չգիտեի, իսկ դա բերեց նրան, որ ասենք Հայաստանում այդ ժամանակի համար հիմա բնականաբար երիտասարդներ կան, որ ինձ այնց ավելի առաջ են անցել, բայց այդ ժամանակի համար լավագույն մասնագետներից մեկն է դարձել։ Եվ դա նաև նոր հեռանկարներ բացեց, պրոֆեսիոնալ հնարավորություններ, նոր հեռանկարներ եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը ես բավական արդյունավետ կարողացա օգտագործել։ Հիմա վերադառնամ ձեր հարցի երկրորդ կողմին։ Դուք վերադարձաք Հայաստան, թե Ես վերադարձա Հայաստան ամուսնացանք։ Սիրած աղջիկ հետ ամուսնացանք եւ միջև հիմա ընտանիք ենք, 4 երեխաներ ունենք եւ այլն, բայց դրանից հետո ես մեկնեցի Մոսկվա աշխատելու McKinsey ընկերությունում։ Ինչ որ մեծ տեղ ես գնում, հետո շատ բարդ է վերադառնալ փոքր տեղ, որ ռուսի ասած ռազմախնիտոտ, ռազմերինից։ Այդ շատ հետաքրքիր հարց է։ Հիմա տեսեք, McKinsey-ում ես աշխատել եմ 19 տարի։ Ընդունվել եմ որպես խորհրդատու, հետո դարձել եմ գործընկեր, հետո դարձել եմ ավագ գործընկեր եւ ընկերության բաժնետեր։ Վերջի 5 տարիներում ղեկավարել եմ McKinsey-ի միջազգային մետալուրգիական ստորաբաժանումը, ամբողջ աշխարհով մեկ եմ աշխատել, ամբողջ աշխարհով մեկ ունեցել եմ։ Ինչի մետալուրգիա, ուրիշ թեթև բան չկար։ Չէ, չկար։ Այդ էլ լավ, ախր չեք թողում, որ հարցին պատասխանեմ։ Մետալուրգիան հետաքրքիր դեպք է, որովհետեւ Չէ, գիտեք ինչի համար եմ ասում, ինքը կա ձեր ինչ-որ ստեղծված պատկեր, հա, ինչ որ լուրջ, չինացի, բիզնեսմեն եւ այլն, քաղաքական գործիչ ու մետալուրգ է։ Բայց մետալուրգիան լուրջ չի, մետալուրգիան շատ լուրջ է, բայց մի փոքր է։ Մետալուրգիան շատ լուրջ է։ Տեսեք, ասեմ ինչպես է դա տեղ ունեցել։ Եթե դա է հետաքրքրում է դա ասեմ։ Երբ որ ես 2001 թվականին եկա աշխատելու McKinsey Մոսկվայի գրասենյակում, McKinsey գլոբալ ընկերություն է, որը Միացյալ Նահանգներում է ստացվել, բայց գրասենյակներ ունի հիմա Ռուսաստանում չունի պատերազմի պատճառով, բայց այդ ժամանակ ուներ ամենուրեք։ Երբ որ ես եկա աշխատելու, դու աշխատում ես այն հաճախորդների համար, որոնք կան այդ գրասենյակում։ Դու չես ընտրում սկզբից։ Սկզբից ասենք աշխատում ես այն հաճախորդների համար, որ կան։ Իմ առաջի նախագիծը, որի վրա ես աշխատել եմ, վերաբերվել է գարեջրին։ Ոչ թե մետալուրգիային, ոչ թե նավթին, վերաբերվել է գարեջրին, որտեղ կար մի հատ արևմտյան ընկերություն բելգիական, որը ուզում էր Ռուսաստանում գործող գարեջուր արտադրող ընկերություն առներ, իմ առաջին նախագիծը եղել է այդ գնագոյացումը, գնահատումը, այսպես ասած M&A գիտեք, ձեռքբերում է այդ ընկերություն։ Բայց դա ինչ-որ իմաստով պատահականություն էր, որովհետև դա արևմտյան հաճախորդ էր, միանգամյա մի հատ ծրագիր էր։ Ռուսաստանում մեր հիմնական հաճախորդները կամ հումքային ընկերություններն են կամ բանկերը։ Հումքայինը պայմանականորեն ասեմ, մի քանի տեսակ կա հումքայինի մեջ։ Նավթ, քիմիա, նավթաքիմիա, գազաքիմիա եւ այլն, մետալուրգիա, հանքագործություն կամ դրանց շատ ընկերություններ կան, որ ինտեգրված են, հանքամետալուրգիական են, հա, եւ բանկերը։ Հիմա ես կամ պետքա բանկերի ուղղությամբ գնա, հետո սկսեց զարգանալ, ասենք նաեւ ցանցային, այսպես ասած, առևտուրը բաներ, բայց այդ բանը դրանք այդքան զարգացած չէին 2001 թվականին, երբ որ ես գնաց։ Կամ պետքա գնայի բանկերի ուղղությամբ, կամ պետքա գնայի հանքահամքային ուղղությամբ։ Բանկերը ավելի հարմար չէ։ Հարմար էր, բայց ավելի մրցակցային էր։ Ավելի մրցակցային էր, ավելի կոշտ էր մրցակցությունը, ես էլ մեծ առավելություն չունեի։ Այն ուղղությունը հումքային, ես ունեի մի հատ կարևոր առավելություն, որ ես ֆիզիկոսի կրթություն ունեի եւ ինժեներական պատկերացումները ինձ գիտելիքի տեսանկյունից մրցակցային առավելություն էին տալի, տարբերություն բանկերի, որոնց ֆիզիկա չկա։ Բանկերում կա մաթեմատիկա, բայց մաթեմատիկա բոլորն էլ լավ գիտեին։ Իսկ ես նաեւ ֆիզիկա լավ գիտեի։ Եվ դա ինձ առավելություններ տալի, ասենք, շատ ավելի լավ էի հասկանում, ինչ է նշանակում նավթի հանույթ, կամ ինչ է նշանակում մետալուրգիական արտադրություն եւ այլն։
Դա տվեց նրան, բերեց նա, որ ես այդ հանքային ուղղության մեջ, հումքային ներողություն, եւ ես մինչեւ գործընկեր դառնալը աշխատել եմ եւ նավթային ընկերություններում, եւ քիմիական ընկերություններում, եւ հանքահումքային ընկերություններում եւ մետալուրգիական ընկերությունում։ Դրանց բոլորի մեջ ինձ ամենաշատը մետալուրգիան էր դուր գալի, որտեղ ինչ-որ իմաստով ինձ ավելի հոգեարազատ էր։ Աստիճանաբար սկսեց նեղ մասնագիտացում տեղ ունենալ, եւ այդ նեղ մասնագիտացումը ինձ մեծ առավելություն տվեց, որտեղ մնացածները նեղ չէին մասնագիտանում, ըստեղից ընդեղ էին թռնում։ Ինձ նեղ մասնագիտացումը բերեց, որ ես մետալուրգիան խորությամբ սկսեցի հասկանալ։ Եվ մետալուրգիական ընկերությունները Ռուսաստանում նաև մի հատ ուրիշ առավելություն ունեին, որ իրենք բոլորը մասնավորեցված էին, բոլորը առանց բացառության։ Բանկերը մի մասը պետական էր, նավթային ընկերությունների զգալի մասը պետական էր եւ այլն, քիմիականներ եւ այլն։ Մետալուրգիական լրիվ մասնավորված էր եւ հաճախորդները մասնավոր անձիկ էին, ոչ թե ռուսական պետությունը կամ պետության ներկայացուցիչները։ Դա մեծ առավելություն էր, որովհետեւ իրանք բիզնեսմեններ էին, իրանք բիզնեսի տրամաբանությամբ էին մոտենում։ Եվ իրանք ավելի իրանք ավելի մրցակցային դաշտում էին գործում։ Ռուսաստանում մետալուրգիան զգալի չափով արտահանող մետալուրգիա է, իրանք նաև գլոբալ մրցակցության մեջ են եւ այլն, դա բերեց նա, որ ես շատ արագ մտա այդ մրցակցային դաշտը եւ ի վերջո ես գտա դրա մեջ։ Եվ ոչ միայն գտա, այն աշճան հաջողությունների կարողացանք հասնել, որ Դες հետաքրքիր է այդ ոլորտը։ Ինչ շատ հետաքրքիր էր, հա, շատ հետաքրքիր, որտեղ մետալուրգիան բարդ է, շատ բարդ է։ Մանանց է մետալուրգիան, որը բազմափուլ է, ինքը սկսում է այդ հանքահումքային գործունեությունից եւ վերջում դու ունես արդեն վաճառքների բավական բարդ համակարգ, տարբեր պրոդուկտներ, տարբեր սպეციფიკացիաներ, տարբեր հաճախորդներ, ինքը բարդ բիզնես է։ Միշտ հետաքրքիր է սևը գունավորից ինչու ատանում, սևը երկաթն է, Սևը պողպատն է։ Սևը պողպատն է, իսկ գունավորը մնացած ամեն ինչն է, ալյումինը, պղինձը, ոսկին, արծաթը, նիկելը եւ այլն։ Ես գունավորի մեջ եմ աշխատել։ Գնահավորի մեջ եմ աշխատել։ Հիմա որպեսզի շատ երկար չպատմեմ այս մասերը, որովհետեւ գնդիները կարող է այդքան չհետաքրքրեն, բայց տեսեք ինչ ստացվեց։ Ես դրա մեջ այնքան մասնագիտացա, որ ի վերջո ամբողջ մեր ընկերությունը, մեր ամբողջ Մակենզին գլոբալ սկսեց նկատել, որ Ռուսաստանում ինչ-որ բան է տեղի ունենում մետալուրգիային, որտեղ ոչ միտեղ առանձնապես մեծ ակտիվություն չունեին մետալուրգիայի մեջ։ Ինձ կանչեցին, ասեցին, ընկեր, պետք է բացատրես, այս ինչ հրաշք ես դու արես, ո՞նց է ստացվել։ Ես սկսեցի բացատրել ինչ եմ անում։ Եվ ինչ-որ իմաստով ոչ տրադիցիոն բաներ էի անում։ Ասենք մի քիչ բանից դուրս էր, այսպես ասած, արքից դուրս բաներ էի։ Ասենք կարող է գաս գլոբալ մեր միջազգային պրակտիկաներ ղեկավարես։ Ասում մի քիչ բարդ է, էլի չեմ պատկերացնում, որ եվրոպացիները կամ ամերիկացիները ինձանից խորհուրդ լսեն, որտեղ իրանց պատկերացմամբ իրանք սպիտակ մարդ են, իսկ մենք բան ենք։ Եթե սև չենք գունավորենք, փոքրագույն ենք։ Ու այդ մասը դժվար էր իմիջալուց, սկզբից այդ ոնց որ իրանց մեր, այսպես ասած, հեղինակությունը մատուցելը, մեր գիտելիքը դժվար էր, բայց աշճանաբար ստացվեց։ Իդեպ ձեզ ասեմ, Եվրոպայում իսկապես շատ զարգացած է մետալուրգիական արդյունաբերությունը, շատ։ Լավագույն ընկերությունները եվրոպական են եւ ճապոնական աշխարհում մետալուրգիական, բայց Ամերիկայում չէ։ Եվ նրանց ստացվեց ժամանակի ընթացքում, որ Ամերիկայում էլ արդեն հաճախորդներ ձեռք բերեցի, Հարավային Ամերիկայում, Բրազիլիայում հաճախորդներ, Հնդկաստանում, Չինաստանում։ Ամենաբարձր որտեղ էր։ Ես ասա, որ նաև Ուկրաինայում էլ եք աշխատել։ Ուկրաինայում բնականաբար շատ եմ աշխատել, բայց Ուկրաինան, այսպես ասած, մեր հետխորհրդային տարածքն էր։ Այնտեղ ես մեծ հաճախորդ ունեի, որ Ուկրաինայի խոշորագույն ընկերություն։ Այնտեղ նույն խորհրդային մոտեցումներ երկու տեղն Ռուսաստան, Ուկրաինա, թե արդեն սպეციფიკական։ Գիտեք ոնց է, Ռուսաստանը ավելի առաջ էր ընկած։ Ռուսաստանը միշտ Ուկրաինայից ավելի զարգացած է եղել ինչ-որ իմաստով, էլ Ուկրաինան մինչև այս պատերազմը Ռուսաստանի փոքր եղբայրն էր։ Մեծ մասամբ էլ է ցանկացած բան առաջին Ռուսաստանում էր արվում, հետո տեղափոխվում էր Ուկրաինա։ Բայց շատ բաներով նաև իրար նման են։ Իդեպ ասեմ ձեզ, որ մենեջերներից գալի մաս Ուկրաինայում, ասենք Ռուսաստանից էին եկել, ուկրաինացիները, ուկրաինական սեփականատերերը այդ ընկերությունների, գնում էին Ռուսաստանից էին բերում իրենց մենեջերների, որ դրանք ավելի փորձված էին, արդեն գիտեին, որ ինչպես է պետք աշխատել, պայմանականորեն ասած know-how ունեին։ Եվ այդպես աշճանաբար իմ մոտ ձևավորվեց այդ պորտֆելը, ասենք Սան Պաուլոյից մինչև Շանխայ էլի, եւ վերջի տարին, երբ որ ես աշխատում էի Մակենզիում, իրականում շատ հետաքրքիր, որովհետեւ դու գնում ես, ասենք, ենթադրենք Չինաստան, որտեղ ամենաժամանակակից նոր կառուցած մետալուրգիական ընկերություններ էին, հսկայական, ասենք, պատկերացնելի չափերի մետալուրգիական ընկերություններ, որ մի մետալուրգիական ընկերությունը ամբողջ Հայաստանի տնտեսությունից ավելի շատ արտադրանք էր տալի։ Մի մետալուրգիական ընկերություն, պատկերացեք մասշտաբներ էլի, հսկայական, դու գնում ես, ասենք, շարքերով կանգնած են այդ դոմնային վառարանները, կոնվերտերները, բաները եւ այլն, անպատկերացնելի մասշտաբներ։ Եվ այդ մարդիկ մասշտաբներով ու Հայաստան վերադարձ։ Как? Почему? Այստեղ տեսեք ինչու է հարցը։ Սա իրականում պետք է գնանք ակունքները։ Երբ որ 2010 թվականին իմ ընկերության ղեկավարությունը Մակենզի ղեկավարությունից հրավիրեց այսպես ասած ծանր խոսակցության,
Իրանք ինձ ասցին հետևելը. «Սիրելիս, դու ինչ որ շատ ես քաղաքականացվել վերջերս։ Անդադ քաղաքական հայտարարություններ ես անում, անդադ ինչ որ ձեր երկրում հարցազրույցներ ես տալի, բան, դուք նկատի ունեցեք, որ ես միայն մակեզրում չէ, ես ամիսը մեկ Հայաստանում էի, այդ ժամանակ արդեն ստեղծվել էր ազգային օրակարգը, որպես կուսակցություն, որի հիմնադիրներից մեկը ես էի, արդեն հարցազրույցներ էի տալիս եւ այլն։ Ասես, այս ինչ հաշիվ է, այս ինչ է սա խառնել իրար։ Դու հասկանում ես, որ մենք, ասենք, գլոբալ խորհրդատվական ընկերություն ենք եւ պարտադիր պայմաններից մեկը քաղաքական չեզոքությունն է։ Դու պետք է ընտրես, դու կամ ուզում ես մեր մոտ քո կարիերան շարունակես, կամ գնա քո քաղաքականությամբ զբաղվի, բայց ուրիշ գործունեության ոլորտ քո համար գտի։ Եվ դա տեղի ունեցել 19 թվականի հունիս ամսին։ Ես ասացի, լավ, ինձ 2 ամիս տվեք, հիմա ամառա, ես խոստանում եմ քաղաքական ակտիվությունս նվազեցնեմ, իմ համար մտածեմ, որովհետև եւ ընկերություն եւ իմ աշխատանքն իմ համար շատ թանկ։ Ի վերջո ես ամեն ինչի մեջ այդ պայմանությամբ 10 տարի ժամանակ է դրել, 2001-ից մինչև 2019 թվական։ Եվ իմ համար թանկ է իմ հայրենիքը եւ իմ քաղաքացիական դիրքորոշումը եւ այն ամեն ինչ որ տեղի ունենում է, որ իմ հայրենիքը անկեղծ ասած վտանգված է։ 18 թվականից հետո Հայաստանը վտանգված էր։ Դուք ել ես էլ հիմա հրաշալի հասկանում, բայց ես այն ժամանակ էլ հասկանում, որ հայրենիքը վտանգված է, որտեղ երբ որ միտեղ եկել են իշխանության ինչ որ այսպես կոչված հեղափոխական ուժեր, որոնք եկել ու ամեն ինչ քանդում են, բնական է, որ երկիրը վտանգված է։ Եվ այդ ընտրությունը բարդ ընտրություն էր։ Ես 2 ամիս այդ 19 թվականի ամռանը հուլիս-օգոստոս ամիսներին տվայտանքների մեջ էի։ Դե մի կողմից դու ստեղծել ես իսկապես մեծ բիզնես ես ստեղծել, աշխարհով մեկ անուն ես քեզ վաստակել, գործերդ բացառապես հաջող են գնում, ասենք մի հատ բիտ չկա, այդ ժամանակ նոր այսպես ասած գնահատականս էի ստացել, դե ամեն տարի գնահատում ենք անցնում, գնահատականս ասենք մի նախորդի նկատմամբ մի բանով այսպես ասած մի խազ բարձրացել էր եւ այլն։ Այսինքն այդ իմաստով ամբիտ վիճակ էր, իդեալական վիճակ էր, այսպես ասած իմ պրոֆեսիոնալ հաջողության բանի վրա է գտնվում, պլատոյի վրա է գտնվում։ Բայց մյուս կողմից մտահոգությունը շատ լուրջ էր Հայաստանի համար, շատ լուրջ էր։ Եվ ես տարբեր մարդկանց հետ խոսալով, ընկերներից հետ խորհրդակցելով եւ այլն պետք է հիշեք, որ ստեղծվեց բոլոր դեպքերում շրջապատս կար եւ շրջապատս ոչ թե պարզապես ընկերական շրջապատ էր, գործնական շրջապատ էր, արարը կար, որը դեռ 14 թվին էր ստեղծվել, պաշտպանության նախարարության հետ էի աշխատում, քաղաքականության տարբեր թևերի հետ էի շփվում եւ այլն, այսինքն այդտեղ այդքան բան չէի, նոր մարդ չէի։ Եվ ի վերջո եկան եզրակացության, որ այո, ես պետքա վերադառնամ Հայաստան, որովհետև իմ անհրաժեշտությունը այստեղ ավելի մեծ է, քան ստեղ։ Իսկ տնեցիք։ Ես եկա, դե ծնողներս իհարկե ուրախ էին, որովհետև իրանք Հայաստանում էին, երեխաներս դժգոհ էին, որովհետև իրանք ծնվել մեծացել էին Մոսկվայում, իրանք համար դա մեծ, այսպես ասած, ոնց որ բան էր լինելու, այտենց խախտում էր լինելու, էլ իրանք բանի առօրյայի, բանի եւ այլն։ Կինս ի պատիվերն ասաց, ոնց ճիշտ է համարում, որովհետև դուք իր համար գնացել ասում եք ԱՄՆ-ին, ստոմախ արաբների տեսքով չի տեղի ունենում, բայց կինս շատ նվիրված է եղել միշտ այդ իմաստով եւ ասաց, ոնց ճիշտ է համարում։ Ոնց ճիշտ է համարում, դժվար ընտրություն է մեր համար, եւ մասնապես այ մեծից փոքր վերադառնալը դժվար է, երբ որ դու մեծ շուկայում ես գալիս ես փոքր շուկա, դա օբյեկտիվորեն դժվարություն է։ Ես բացարձակ չեմ փոշմանել, ես բացատրեմ ձեզ նաև ինչու չեմ փոշմանել, բայց ընտրությունը տենց կատարվեց։ Ի վերջո ես վերադարձա Նյու Յորք, մեր ընկերության կենտրոնական գրասենյակ, կամ կենտրոնական գրասենյակներից մեկը, քանի որ մի քանի հատ ունենք։ Ասի ես իմ ընտրությունը կատարել եմ, միանգամից դեմքները բացվեց, որ մտածում եմ, որ երևի մնալու եմ, ասին, հա եւ ինչ, ասի որոշել եմ դուրս գամ ընկերությունից։ Նույն իրավիճակներ ոնց էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Հա, բայց 25 տարի հետո էլի, մեկը մյուսից հետո, հա, գիտեք, ասեմ ձեզ էլի, երբ որ կյանքում կանգնում ես դժվար ընտրությունների առաջ, ամենավատն է, որ ընտրություն չես կատարում։ Երբ որ ինչ-որ իմաստով կյանքում հասունացել ես կյանքիդ հաջորդ փուլին գնալու, ուրեմն պետքա գնաս։ Պետքա գնաս, որովհետև եթե դու մնում ես կյանքիդ նախկին տրամաբանության մեջ, մեղմ ասած ժողովրդական խոսքով սկսում ես յուղ վառել։ Ես չէ ուզում յուղ վառել։ Ես ուզում եմ կյանքիս այդ մի էջը արդեն շրջեի, որպես հաջող էջ, որով կարող եմ հպարտանալ, որը ինձ շատ բան ա տվել եւ որը շատ արժեվորում է մինչեւ հիմա, այս տարի դեպ Մակենզիի 100-ամյակն է, ասենք տարվա սկզբից անդադ հրավերներ եմ ստանում, ինչ-որ նամակներ եմ ստանում, բան մեծ հպարտություն է իմ համար, 100 տարուց 19-ը ես անցկացրել եմ այդ ընկերության հետ եւ իսկապես որոշակի վաստակ ունեմ ընկերության կայացման մեջ, իհարկե շատ համեստ բնականաբար, բայց որոշակի վաստակ այդ ընկերության կայացման մեջ լինելով այդ ընկերության բաժնետերից մեկը, ղեկավարներից մեկը եւ այլն, բայց ես հասկացա, որ այդ էջը պետքա փակել, գնալ հաջորդ էջին, իդեպ այդ էջը բավական երկար է տևել։
այնպես չէ՞ որ ես 3 տարի աշխատել եմ, հետո թռել եմ, մյուսը նայեցան, չէ, 10 տարի այդ ընկերության մեջ աշխատել եմ։ Նայեք, վերադարձեք Հայաստան, սկսեցիք քաղաքական գործունեություն ծավալել, ու ինչ-որ թորնիկ երեսից, հա, կալանք, բանտարկություն եւ այլն։ Եկել է թորնիկ երեսից չէ, Նիկոլի երեսից։ Եկեք պատճառը եւ հետևանք իրար չխառնենք։ Այդ Նիկոլի կազմակերպված բաններ, սադրանքներ։ Թորնիկը տեղ ընդամենը կներեք էլ այդպես։ Դե փոքրիկ բան ա եղել, գործիք ա եղել իրանց ձեռքում։ Հիմա էլ իրանց հետ միասին եկեղեցու դեպքում պայքարում մնացիք։ 3.5 ամիս։ Ասեմ ձեզ, որ միակ պահը, որ ես մտածում եի, որ իսկապես գուցե սխալվել եմ, հենց այդ պահն էր, երբ որ առաջի անգամ հայտնվեցի բանտում, կալանավայրում էլի, եւ սկզբից որ դուք ձեզ տանում են առաջի շաբաթը ձեզ պահում են այսպես կոչված կարանտինային բլոկում։ Կարանտինային բլոկը հակասանիտարական, կեղտոտ, շուրմստով զզվելի տեղ է, էլի։ Եվ երբ որ դու այդտեղ գտնվում ես այդ կարանտինային բլոկում, ասում ես լավ էլ ինչի հետ եմ փոխել, էլի։ Նույնիսկ բան է։ Դրա համար եմ ուզում հարցնել, աբսուրդային է, ասենք, որ փոխում ես հա, լրիվ շատ, դե Հայաստանը արդեն դեղ է, բայց Հայաստանի մեջ էլ կարանտինային կամերան ավելի դեղ է, հա, շատ ավելի դեղ է։ Այդ պահին դու մտածում ես, ասում ես, արա լավ է, իմ ձեռով ինձ բերեցի գցեցի փորձանքի մեջ, էլի։ Բայց ասեմ ձեզ, որ գիտեք ոնց է, հիմա ես Հայաստան տեղափոխվեցի ընտանիքիս հետ 2020 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերը, առավոտյան սկսեց պատերազմը։ Դա զուգադիպություն էր։ Այնպես չէր, որ ես գիտեի, չէ, ես հասկանում եմ, որ պատերազմը սկսել է, բայց ես չգիտեի, որ ես սպասում, բայց կգամ ու այդ առավոտյան կսկսել է։ Բայց գիտեք, անկեղծ ես ասում էլի, եւ դուք առաջինը չեք, որ ինձ հարցում եք, չես փոշմել, բացարձակ չեմ փոշմել, բացարձակ, ինչի, որովհետեւ այս ամբողջ ընթացքում եւ անցնելով փորձությունների մեջով, եւ անցնելով ստրեսի մեջով մեծ, եւ անընդհատ իմ վրա ստիպվածնելով շատ մեծ պատասխանատվություն վերցնել եւ այլն, ես ապրում եմ լիարժեք կյանքով։ Ես ապրում եմ այն կյանքով, որը համապատասխանում է իմ առաքելությանը։ Իմ առաքելությունը փող աշխատելը չի։ Իմ առաքելությունը ֆունդամենտալ իմաստով կապված է իմ հայրենիքի հետ։ Իմ առաքելությունը իմ հայրենիքի հավերժության, հավիտենականության հետ է կապված։ Ես ծառայում եմ այն նպատակին, որի համար ես աշխարհ եմ եկել։ Ես այդ հարցն եմ ուզում տալ, դուք ամեն ինչ թողեցիք, եկաք, հա, այստեղ երբ դուք կհամարեք, որ ձեր այդ առաքելությունը կատարված է, այսինքն այլ ռուսերեն ասած можно выдохнуть, այսինքն ինչ պետք է լինի Հայաստանում, Հայաստանի շուրջ կամ ձեր քաղաքական գործունեության մեջ, որ դուք ասեք, հա, հանուն դրա արժեր ու չգիտեմ, նստեմ սկսեմ մեմուար գրել կամ չգիտեմ ինչ-որ ուրիշ բան ասել, որտեղ հոգին անհանգիստ է, այդ արդեն պատկերացրեցի, հա։ Ես ուզում եմ այդ պահը, երբ որ ես զգամ, որ ես հանգիստ եմ, ես կգնամ վանք որպես չգնավոր։ Որպես միաբան, որպես չգնավոր։ Իմ համար ես արդեն ոչ պահնա լինելու, որ այդ է պահնա, երբ որ երկրի համար էլ անհանգստություն չկա։ Չկա անհանգստություն։ Դու հասկանում ես, որ երկիրը այնքան ամուր է, պետությունը այնքան ամուր է, իր ինստիտուտները այնքան ամուր են, ժողովրդի ինքնագիտակցությունը այնքան է բարձրացել, որ իր համար կարող ես չանհանգստանալ, ու առնվազն քո կյանքի ընթացքում, որովհետեւ կարող է 100 տարի հետ նորից խառնվի, հասկանալի է։ Բայց դու հասկանում ես, որ քո երկիրը, մեղմ ասած, կաշայից վերածվել է ընդհակառակը, ասենց ամուր ադամանդի։ Քարածուխը պատկերացնում եք, չէ՞։ Ադամանդն էլ եք պատկերացնում, երկուսն էլ ածխածին է։ Բայց ադամանդը ունի կուռ ներքին կառուցվածք, իսկ քարածուխը չունի։ Հիմա մենք քարածուխի ենք նման, ասենց որ ուժեղ սխմես, սա կփլվի։ Ադամանդը չես կարող, ուզում ես ծանր մուրճով խփի, չի ջարդվում։ Իսկ երբ որ մենք հանգստության մեջ ձեր տոկոսը, հա, ինչքան է լինում։ Ինչքան ուզում ես 0.000 ոնց եք դուք ձեզ տեսնում, որտեղ գիտեք ոնց է շատերը ինչ որ համակարգ են ստեղծում, հա, հետո մտածում են ամեն ինչ օքեյ մի կողմ են քաշում, համակարգը սկսում է սխալ։ Այսինքն տեսեք, ես ես ընթացքում դուք ես ձեր ապրած, ներդրած, կորցրած, հավաքած եւ այլն որպայն հանգիստը դուք մեջը ինչ որ լինելու եք թե ասած չէ այ հանգիստը զգում երբ որ դու մեջը կարաս չլինես տեսեք ես ես ընթացքում Հայաստանում ստեղծել եմ երկու համակարգային ինստիտուցիոնալ կառույց մասնակցել եմ ստեղծմանը հիմնադրմանը եւ զարգացմանը հա որտեղ մենակ չեմ ստեղծել յուրաքանչյուր դեպքում ես դա ստեղծել եմ գործընկերներիս հետ եւ իմ մոտեցումը միշտ գործընկերային է եղել ցանկացած լավ բան դու պետք է ունենաս գործընկերներ եթե դու չունես գործընկերներ նշանակում է քո ստեղծածը կամ անհասկանալի է մարդկանց համար կամ ընդհանրապես սխալ է Կարող ճիշտ է, բայց անհասկանալի է։ Հիմա ես երկու կարևոր նախաձեռնության եմ մասնակցել, մյուսները չեմ ասում, որովհետև ավելի շատ եմ մասնակցել, բայց երկուսը որ կարևոր են։ Մեկը Արար հիմնադրամն է, մյուսը Հայակվինը։ Արար հիմնադրամը իր 10-ամյակը արդեն տոնել է անցյալ տարվա սկզբին եւ շարունակում է արդյունավետ աշխատել։ Եվ դա կներեք, ինձ որոշակի շատ փոքր իհարկե, որովհետև Արար հիմնադրամի, այսպես ասած, նաև մասշտաբ այդքան մեջ չի, բայց որոշակի բավարարվածություն է տալ, ինչու, որովհետև կարողացել եմ ստեղծել ինստիտուցիոնալ կառույց, առաջին 5 տարիներին ես եմ ղեկավարել այդ կառույցը որպես
հոգաբարձությունների խորհրդի նախագահ եւ ընդհանրապես ասած հիմնական նախաձեռնողը դրա 2019 թվականին դադարեցրել եմ իմ պաշտոնավարումը որպես հոգաբարձությունների խորհրդի նախագահ, դարձել եմ հոգաբարձությունների խորհրդի անդամ։ Հիմա ուրիշ թարմացված, ոչ թե ուրիշ ավելի թարմացված թիմ շարունակում է ղեկավարել այդ կառույցը եւ շարունակում է արդյունավետ աշխատել։ Դա մեկ, եւ դա այն այսպես ասած մոդելն է, որը մեզ որոշակի բավարարվածություն է տալի։ Այմը նույն մոդելը, եթե մենք կիրառենք Հայաքվեի նկատմամբ, եթե Հայաքվեն կարողանա ինստիտուցիոնալ իմաստով հասնի այն կետին, երբ որ ինքը առաքելությունը իրականացնում է, իր առաքելությունը դա նոր ազգային իշխանության ձևավորումն է եւ Հայաստանը այս համակարգային ճգնաժամից հանելն է։ Այսինքն ինքը իր առաքելությունը իրականացնում է։ Մենք կարողացել ենք դաստիարակել առաջնորդների նոր սերունդ այնտեղ, նոր սերունդ։ Ես կարողանում եմ մեղմ ասած այդ ջահը փոխանցել իրենց եւ հանգիստ գնալ վանք, հանգստանալու։ Այս ժամանակ բավարարված կզգամ։ Բավարարված կզգամ, որ հասկանում իպե չի մել խառնվել։ Կազմակերպությունը ինքնուրույն աշխատում է, ավելի լավ է աշխատում, քան եթե ես կլինեմ։ Ես բեռ եմ արդեն։ Ես բեռ եմ, եկեք այդ բեռը հանեք դրեք մի կողմ, որովհետեւ երիտասարդները ինձանից լավ կաշխատեն։ Ես որ իրանց ավելորդ խորհուրդներ չտամ, իրանք ինձանից լավ կաշխատեն։ Այդ ժամանակ ես բավարարված կլինեմ։ Իսկ այդ համակարգի գագաթնակետը վարչապետն է, նախագահն է, այդ համակարգի գագաթնակետը պաշտոններով չի։ Այդ համակարգի գագաթնակետը պաշտոններով չի։ Ես ընդհանրապես ասած պետական կառավարության մարդը մտել է քաղաքականություն, նայեք, իմ մոտեցումն է, որ ամեն մեկը պետք է հասկանա ինքը ինչ ուզում դառնա, որովհետև չեն կարող բոլոր ուզենան կասմանով լինեն, վերադառնալ այդ մանկություն։ Եվ ես իմ ցանկությունը պաշտոնով չեմ ձևակերպում։ Եթե ես մտնեմ քաղաքական գործընթացի մեջ, որովհետև ինչպես գիտեք, դեռևս հայտ չենք ներկայացել, թեև կներկայացնենք, ցանկացած քաղաքական պաշտոնել ես կարող եմ զբաղեցնել։ Եվ դա կախված է նրանից, թե մեր ժողովրդին ինձ ինչ մանդատ կտա։ Կուզենա որ ես լինեմ վարչապետ, պատրաստ եմ ստանձնել։ Կուզենա որ ես լինեմ պաշտպանության նախարար, պատրաստ եմ, որովհետև դրա մեջ մասնագիտացած եմ։ Կուզենա էկոնոմիկայի նախարար, դա էլ եմ պատրաստ։ Կուզենա ինչ-որ ժամանակ հետո ասենք 70 տարեկանում ինձ ընտրի նախագահ, դրան էլ եմ պատրաստ, որովհետև նախագահի պաշտոնը մեր մոտ մի քիչ ավելի, այսպես ասած, տարեց գործիչների։ Ամեն ինչին էլ պատրաստ եմ։ Ես դրանով չեմ չափում։ Ես չափում եմ արդեն ասեցի ինչ որ, երբ որ համոզվածն եմ, որ երկիրս անվտանգ է եւ հարատևում է։ Եվ հարատևում է, եթե նա անվտանգ է, հարատևում է, իսկ հարատևում է, որովհետև ներսից ուժեղա, կայունա, զարգացած է։ Ես կհամարեմ, որ իմ նպատակը կկատարվել է։ Եվ թե ես այդ ընթացքում ինչ պաշտոն եմ զբաղացել, բացարձակ ոչ մի կապ չունի։ Ինչ եմ զբաղացնել։ Պատգամավոր էլ կարամ լինեմ։ Ձեր երեխաներին կցանկանաք նույն հետաքրքիր ճակատագիր։ Ես իմ երեխաներին կցանկանաք ընդհանրապես, որպեսզի յուրաքանչյուրը իր կյանքի ճանապարհը բացի։ Ոնց որ ես եմ իմ կյանքի ճանապարհը բացել։ Իմ կյանքի ճանապարհը չի կրկնում իմ ծնողների ճանապարհը։ Ինչ-որ մի հատ հատվածում կրկնում է, իրանք էլ են ֆիզիկայի ֆակուլտետը ավարտել, ես էլ։ Բայց հետո իրանք գնացել են իրանց ճանապարհով, ես գնացել եմ իմ ճանապարհով, եւ իրանք ինձ տվել են ամենակարևորը։ Իրանք ինձ տվել են արժեքները։ Արժեքները, հայրենիքի նկատմամբ սերը, մարդասիրությունը, ամենակարևորն են տվել։ Մնացած արդեն ես եմ իմ ճանապարհը բացել։ Ես նույնը ցանկանում եմ իմ երեխաներին։ Ես չեմ ուզում իրանց փոխարեն ապրեմ, իրանց փոխարեն մտածեմ, իրանց փոխարեն աշխատեմ, իրանց փոխարեն որոշեմ, չէ։ 4 երեխա ունենք մենք։ Եվ բոլոր իրարից տարբեր են, բացարձակ տարբեր են, շատ զարմանալի է, ոնց որ նմանել չլինեն այդ երեխեքի իրար, ոնց որ տարբեր ծնողներից լինեն։ Ես ցանկանում եմ, որ իմ բոլոր երեխաները ամեն մեկը գնա իր ճանապարհով եւ ամեն մեկը առավելագույնս իրացնի իր ներուժը։ Այն ինչ որ Աստծո կողմից տված է իրաց։ Աստծո, ծնողների, մեր հայրենիքի կողմից առավելագույնս իրաց ներուժը իրացնեն եւ ինքնուրույն դա անեն։ Ինչքան պետք է մենք իրանց ենթադրենք, կրթություն ենք տալի, արժեքներ ենք տալի, դաստիարակում ենք եւ այլն, բայց իրանց կյանք իրանք պետք է կառուցեն, բայց երբ որ իրանք չափահասության այդ սահմանագից անցնում են, իրանք պետք է ազատ լինեն։ Ազատ են, իմ երեխեք ազատ են իմ դեպքում։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Ալֆա զրուցակցությունն է Հայաքվեի միավորման համակարգող Ավետիք Շալաբյանը, շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ, ստեցություն ձեզ։